gratia plena, Dominus tecum, benedicta tu in mulieribus, et benedictus fructus ventris tui, Iesus. Ave Maria, gratia plena, Dominus tecum. Pro Ecclesia Sancta Dei. Թողան միշտ անսասան բահե հավատքի թավանանքը, յուրաքանչյուր մարդու ավետ է փրկության ավետարանը և բոլորը առաջնորդ է թեպի այն հույսը, որ չի հիասթափեցներ։ E le distinte delegazioni ufficiali, in particolare di Armenia e Venezuela. Բարի երեկո, սիրելի հերոստատող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ձեզ AMG հերոստանգերության հիմնակար հաղորդաշարով։ Մեր այսօրվա ծրագիրը սկսել է առաջ, կուզեի բարձրապես իժողեցնել ձեզի, որ հարաճիգա այս շաբաթ օրը հոկտեմբեր 25-ին երեկոյան ժամը 6-ին Pasadena-ի մեջ անգլերենով պիտի ասեմ First Church of Nazarene Pasadena-ի Նազովրեցի եկեղեցվով, որ գտնվի 3700 Sierra Madre, East Sierra Madre Boulevard, Pasadena, այնտեղ ուրեմն ելույթ կունենա Սերուժ Քրաջյանը եւ իր նվագախումբը Սերուժը ասեմ, որ Grammy nominate եղած է, շատ մանկուց 6 տարեկանին սկսած է արդեն մեծ կտորներ նվագել եւ նաեւ ինքը սիրված երաժիշտ մնե, ովքեր որոնք դասական երաժշտություն, հայկական երաժշտություն, ընդհանրապես ինքը հատուկ ոճ ունի եւ եթե գուզեք հարաճիկա շաբաթ հոկտեմբեր 25-ին երեկոյան ժամը 6-ին itsmyseat.com եթե երթակ այնտեղ կստանաք կամ գրնակ այնտեղ երթալ Pasadena 3700 եւ East Sierra Madre եւ այնտեղ ծեր տիկետները ապահովել։ Այսօր մենք ինչպես դեսանք նախապանի մեջ, հիմնակարի նախապանի մեջ 3 գիրագի հոկտեմբեր 19-ին Լևոն 14-րդ սրբազան բաբի հանդիսաբերության սրբատասության արարողություն տեղի ունեցավ Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցու մայր տաճարին մեջ։ Այնտեղ հիմա նկարները գուզեմ անպայման երբ որ կկարդամ պատրաստած այս հատուկը գուզեի որ մեր հետս միասին նկարները տեսնեք եւ թե ինչպես ահավասիկ քեղեցիկ Միքելանջելոյի այսպես ասած Սուրբ Պետրոս եկեղեցու մայր տաճարին մեջ մեջտեղի Սուրբը մեր հայ Սուրբն է։ Այնտեղ ուրեմն կմասնակցեին pedagogan պատվիրակություններ Լիբանանից, Հայաստանից, հայկական սփյուռքից, ինչպես նաև արևելյան կաթողիկե եւ ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ։ Հաջորդի ուրեմն եկեք տեսնենք հոստեղ գուզեմ շեշտել սրբատասված երանելիներուն շարքին 7 հոգի են իրենք եւ 7 երանելիներու հրճակվեցին
որպես Կաթողիկե եկեղեցվո նոր սրբեր։ Իգնատիոս Մալոյանը, Պետր դո Ռոդին, Մենչենցա Մարիա Բոլոնիա, Մարիա Տել Մանուտու Գարմել Ռետիլե Մարդինենիս, Մարիա Դրոնգադին, Հոզե Գրիգորի Հերնանդես Սինսերոսին և Պարդոլո Լոնգոին։ Այստեղ հաջորդ նկարներում մեջ ինչպես կտեսնեք Սուրբ Պետրոս եկեղեցվո Մայր Տաճարի այստեղ նաև կտեսնեք թե բարձրակույն Հայաստանեն բարձրաստիճան հյուրեր եւ ներկայացություն ներկա գտնվեցին այնտեղ, որովհետեւ այս եղելությունը ոչ թե միայն հայ կաթողիկե եկեղեցվո կամ հայ կաթողիկե եկեղեցականի համար կարևոր էր, այլ մեզ ամեն մեկուս համար կարևոր էր, պիտի անդրադառնամ։ Հարաճիգա նկարներում մեջ այստեղ հիշված 7 երալիները, որ կան պատին վրա, ինչպես կտեսնեք, ճիշտ մեջտեղն է մեր հայ եպիսկոպոսը, կաթողիկե եպիսկոպոսը Իգնատիոս Մալոյան Մարդին քաղաքի առաջնորդ եղած է 1911-ին 1915-ին։ Ահավասիկ զինք այստեղ նկարը կտեսնեք եւ Մարդին շատ մարդիկ հաճախ ասենք նույնիսկ չեն գիտեր Մարդինը ուր է, ուզեցի շատ կարճ ձևով բացատրել ցեզի թե որքան կարևոր է այս քաղաքը։ Ահավասիկ այստեղ մենք կտեսնենք հին պատմական Մարդինը եւ գսվի որ ինքը 7 փլուրները սարքված է ինչպես ռոբը այնպես էլ Մարդինը կամ Մերդինը եւ սա այսօր Թուրքիո մեջ է եւ սահմանագից է Սուրիո ճիշտ թիմացը գա Կամշլի քաղաքը ժամանակին որ գսեին Մծբին կավարը Մծբին քաղաքը ահավասիկ մաս կգազմեր Մարդինը նաև։ Մենք այնտեղ ունեցած ենք շատ հայկական ներկայացություն նախքան Գիլիգյան հարստության։ Տեսեք այստեղ ուրեմն այդ քիչ վարակվա նկարին ցևով ներկա նկարներեն պատկերներեն մեկն է որ վերի Պերտակաղաքն է ցույց կտա վարը արդեն իհարկե ժամանակվա ընթացքին 16-րդ դարին հետո այս կողմը հին Մարդին կոչվի ինչպես կտեսնեք Ջարդարաբեդությունը եւ Ջարդարաբեդական ոճին մեջ կա նաեւ հայկական այդ այսպես ասած ես միշտ կսեմ հայկական ստորագրությունը մենք ունենք նաեւ այնտեղ երկու առաքելական եկեղեցիներ, մեկ կաթողիկե եկեղեցի եւ նաեւ կա ասորական, սուրյական։ Ահավասիկ այստեղ կտեսնեք ունենք հոս ուրեմն հիմա համարյա անբնակելի է, անմարդաբնակ է, բայց ժամանակին եղած է շատ մեծ դպրոց եւ այստեղ նաեւ ուսանած են եկեղեցականներ պատրաստված են այստեղ։ Հաջորդ նկարի մեջ երբ որ հիմա որ դուք կտեսնեք, այհավասիկ նորեն Պերտակաղաքն է եւ վարկիչն է։ Երևակայեցեք այս ցածի մասը որ գերտա եւ գմիանա Կամշլին, ուր Կամշլին նաեւ երկու Կամշլին կողքը կա նաեւ հասակեն, որ երկու կեդերու այսպես ասած փոքր կեդիկներ են, որոնք հետո գերտան եւ գմիանան Եփրատ կեդին։ Շատ բարեբեր հողեր են այս շրջանը։ Ուրեմն հաջորդ նկարը որ մենք կտեսնենք ահավասիկ մեր Սուրբ 40 մանգած եկեղեցին է, որ ես անցամբ կացած եմ այնտեղ եւ փոքր էի իհարկե եւ հոնդեղը որպես դեպիր
մոմ բռնածեմ չեմ հիշեր որ եկեղեցականներ որ կպատարակեր բայց եւ այնպես կպատարակեր եւ այս եկեղեցին ինքը 40 մանկանց եկեղեցին արաքելական չէ այլ հայ կաթողիկ եկեղեցին է Սուրբ խաչն է արաքելական որ համարյա չգիտեմ թե այսօր կգործածվի թե չէ բայց եւ այնպես բադկանի բոլսո բادرիարքության եւ վստահ եմ բոլսո բادرիարքը Սահակ երկրորդ բادرիարքը անպայման մեկը կխրկի այնտեղ պատարակելու հաջորդիվ եթե տեսնենք նկարները ես փորձեցի ցեվում ավասիկ մենք պիտի խոսենք այսօր շատ կարևոր անցիմը մասին եւ դա ոչ թե միայն հայ կաթողիկ եկեղեցին կամ աշխարհի կաթողիկ հավատացյալները եւ հայ ազգը ագանադես եղան հոգեվոր եւ պատմական մեծության իրադարձության այստեղ ուրեմն հայ կաթողիկ arczepiskopos Երանելի Իգնատիոս Մալոյանի սրբատասումներ 3 Մալոյանի սրբատասության ճանապարհին սկսել է հայոց ցեղասպանության ժամանակ նրա նահատակության Հռոմեական կաթողիկ եկեղեցու պաշտոնական ճանաչմամբ Մեծ եղերնի ամենաահավոր ժամանակները 1915 թվականի հունիսին Օսմանյան իշխանությունները նրան ցերպակալեն գդանչեն եւ մահապատիժ գենթարկեն Նա մերժել է իսլամանալ եւ մեկը նույնիսկ խնդալով գսեր դες տուն շատ հեշտությամբ կրնաս իսլամ իմամի դեղ անցնիլ եգուր անունդ փոխենք ալի եւ տուն դարձիր մահմեդական եղիր եւ կյանքդ գխնայենք ինքը նախ բացարձակապես կմերժե գսեիմ իմ Քրիստոսս խաչվեցավ ես ինչ պակաս ունիմ իրմե եւ ես զինքը չեմ ուրանար իսկ հետո հաջորդիվ երբ որ գսկսին քախտելու ժամանակը իրեն նույնիսկ առաջարկվի գսեն յութուն որ կաթոլիկես կրնաս փախիլ երթալ Ռոմ եւ ազատիլ թունքես ազատե կյանքդ ազատե եւ ինքը գտարնա եւ գսե ուրեն իմ հոդս ես այնտեղ ես որպես իրենց հովիվը եւ այդպեսով ինքը ուրեմն չնայած Վատիկանը հրաբարականորեն չի հրաբարակել 2025 թվականի սրբատասման հանգեցրած կորձընթացքի բոլոր մանրամասները բայց մենք գիտենք որ հայ կաթողիկ գետրոներից ստացված հաղորդակցությունները վկայում են Զմարի հայ կաթողիկ բادرիարքական միապանության եւ հայ կաթողիկ բادرիարքության ղեկավարած կայուն եւ նվադակացված արշավի մասին ուր Հռոմը ներկայացված է բազմաթիվ թիմում նամակներ որոնց մե ընդգծված են Մալոյանի նահատակությունը եւ հատվածյալ շրջանների մեջ աջող հեղինակությունը ներողություն 2024 թվականին վերջին Վատիկանի սրբերի գործերի ժողովը ավարտեց իր ուսումնասիրությունը եւ Ֆրանցիսկոս սրբազան պապը հաստատեց սրբատասումը առանց լրացուցիչ հրաշքի անհրաժեշտության ինչը թույլատրվում էր նահատակության դեպքում որոշումը արտացոլում է ոչ միայն Մալոյանի անհատական սրբությունը այլև Վատիկանի հայոց ցեղասպանության եւ անտիվ հայ քրիստոնյաների հոգեվոր զոհաբերության շարունակական ճանաչումը Սուրբ Աթորը պաշտոնական որոշումը հրաբարակել է այս տարվա սկիզբը սրբատասման օրը սահմանելով հոկտեմբեր 19 այդ օրը ընդմիշտ գնշվի կաթողիկ եկեղեցու բادرակի օրացույցներուն մեջ Իգնատիոս arczepiskopos Մալոյանի առաջիկա սրբատասումը, որի կատարվեցավ հայերի համար Մալոյանի սրբատասումը իրենց նահատակների հոգևոր ժառանգության եւ իրենց քրիստոնեական ինքնության
գարչացության վեհաստատումն է։ Կաթողիկների համար դա ամրապնդումն է եկեղեցվո եւ Լևոն 14-րդ բաբի հանդիսությամբ սրբատասման արարողությունը իսկապես եկավ շեշտելու նամանավանդ իր լադիներեն կամ ավեջիշտ իդալերեն ջարի մեջ եւ կներկայացներ arczepiskopos Maloյանին գսեր ինքը զավակն է բազմաչարչար ազգի որ դված է բազում նահատակներ եւ ինքը այդ նահատակներու սուրբերու շարքը ավելացավ Իգնատիոս Մալոյանի համար։ Ուրեմն Իգնատիոս Մալոյանը, այսպես ասենք, իր գենսակրութենեն քիչմը ցեզի ներկայացնեմ, ինքը ծնվել է ապրիլ 19 1869 թվականին Մարդին քաղաքին, որ այդ ժամանակ Օսմանյան կայսրության մասն է եւ ինքը նահատակված է հունիս 11 1915 թվականին Դիարբեկիր, որ մենք կսենք Դիկրանագեր դարձյալ Օսմանյան կայսրության։ Հայ կաթողիկե ուրեմն գղերը, որը 1911-15 թվականների ծառայել է որպես Մարդինի arczepiskopos։ Իսլամ ընդունելուց բազմիցս հրաժարելուց հետո նա խոշտանգվել է եւ սպանվել է Օսմանյան ժանդարմների կողմից հայոց ցեղասպանության ժամանակ։ Դիարբեկիրի կամ Դիկրանագերդի վելիաթում Մեհմեդ Ռեշիդի օրոք Մալոյանը որպես նահատակ 2001 թվականին Հռոմի Բաբը Սուրբ Հովանես Բողոս II կողմից առաջադրվել է սրբատասման 2025 թվականին Հռոմի Բաբ Ֆրանչեսկոն հաստատել է նրա սրբատասման ծրագիրը եւ այսպեսով մենք այս գիրակի, այսինքն 3 հոկտեմբեր 19-ին ականատեսը եղանք այս գեղեցիկ բադմական ուրեմն նրա ծխական կահանան նկատել էր որ երբ որ ինքը որպես փոքր ասեմ նկատել էր որ այս երեխան իսկապես ունի այդ հատկությունը սորվելու եւ նաեւ սորվեցնելու ինչ որ կսորվեր կսեն իր ցանոթները որ ինքը իր մանուկ հասակին ճանցած են կուքա եղերտուն եւ իր մեծ հոր եւ մեծ մոր կպատմե ինչ որ սորված էր դպրոցի մեջ եւ այդպես ուրեմն կանական այս կոչումը կա իր մեջ ուստի գողարգեն իրեն զմար լիբանան զմարի վանքը եւ ան 14 տարեկան էր այդ ժամանակ 1896 թվականին Հիսուսի սուրբ սրտի նվիրված օրը ավարտելով իր բարձրակույն ուսումը նա գցերնաթրվի կահանա զմարի վանքի եկեղեցու մեջ եւ գտարնա զմարի միապանության անդամ եւ գստանա Իգնատիոս անունը իհիշադակ Անդիոքի հայտնի նահատակ երևակայեցեք եւ ով պիտի մտածեր որ պիտի ինքնալ իր անվանագիծին կամ անունի պիտի հաջորդեր 1897-ին մինչև 1910 թվականները Հայր Իգնատիոս նշանակվել է ծխական կահանա Ալեքսանդրիայում եւ Կահիրեում որտեղ նրա բարի համբավը լայն տարածում ուներ ինքը հայերեն օսմանական թրքերեն լադիներեն արաբերեն իդալերեն գխոսեր շատ սահուն 1904 թվականին նորին ամենապատիվ պատրիարք Պողոս Պետրոս 13-րդը նրան նշանակեց իր օգնականը աչքերին հաստված հիվանդության եւ շնչառության խեղդող դժվարության պատճառով նա վերադարձավ Եգիպտոս եւ մնաց այնտեղ մինչև 1910 թվականը Մարդինի թեմը գտնվում էր անարախիա մեջ, որ ուստի Պատրիարք Սրբազան հայրը Իգնատիոս Մալոյանին ուղարկեց Գարկավոտ։ Հակառակ որ Իգնատիոս Սրբազանը arczepiskopos-ը գիտեր այնտեղ դժվարություններ կար մանավանդ Օսմանյան կայսրության ճնշումին 1911 թվականի հոկտեմբերի 22-ին Հռոմում գումարված եպիսկոպոսների սինոդը
Հայր Իգնատիոսին ընտրեց Մարդինի arczepiskopos, նա ստանցնեց իր նոր բաշտոնը եւ պլանավորեց վերականգնել ավերված թեմը, խրախուսելով հատկապես Սուրբ Սրտի նկատմամբ նվիրատվությունը։ Ցավոք առաջին համաշխարհային պատերազմի սկիզբներուն պես Թուրքիայում, որը դաշնակիցն էր նաև Գերմանիայի հետ, բնակվող հայերը սկսեցին աննկարագրելի դարաբանքներ գրել։ Իրականում 1915 թվականի ապրիլ 24-ը նշանավորվեց իսկական բնաճնչման արշավի սկիզբը։ 1915 թվականի ապրիլի 30-ին թուրք զինվորները շրջապատեցին Մարդինի հայ կաթողիկե եպիսկոպոսությունը ու եկեղեցին այն հիմքով եւ դրանք զենքի թակստոցներ դրին այնտեղ։ Մայիսի սկիզբին եպիսկոպոսը հակվեց իր քահանաներին եւ տեղեկացրեց նրանց վտանգավոր իրավիճակի մասին եւ 1915-ի այդ թվականին ահավոր ժամանակները ապրիլ 24-ը արդեն անցել էր եւ մենք հունիսի մեջ էինք, հունիսի 3-ին ավելի ճիշտ թուրք զինվորները եպիսկոպոս Մալոյանին շղթաներով կարճ տվեցին թադարան 27 այլ հայ կաթոլիկ անձանց հետ միասին։ Հաջորդ օրը շղթաներով պահեցին 25 քահանան եւ 862 հավատացյալներ։ Համարյա այդ շրջանի բոլոր հայերը թադավորության ժամանակ ոստիկանապետ Մահմուդ բեգը խնդրեց եպիսկոպոսին իսլամ ընդունել, ասելով, որ բարի հովիվը նրան ասաց, որ նա պատրաստ է դարաբել ամեն տեսակի չարչարանքներից եւ նույնիսկ մահից եւ դրանում իր երջանկությունը ցերկը բերեր։ Մահմուդ բեգը ադրջանագի հետևի մասով հարվածեց նրա գլխին եւ հրամայեց փանդարգել։ Զինվորները շղթայեցին նրան ոտքերն ու ցերկերը, գետնին գցեցին եւ անողոք հարվածեցին։ Յուրաքանչյուր հարվածից լսվում էր, թե ինչպես եպիսկոպոսը ասում էր. «Տեր ողորմե ինձի, Տեր ուժ դուր ինձ», եւ ներկա քահանաներից մեղքերի թողություն խնդրեց եւ իրանից փոքր քահանային խոստովանվեց եւ գիտեր դա պիտի լիներ իր վերջին խոստովանանքը։ Դրանից հետո զինվորները կրկին հարվածեցին նրան եւ ինքը ուշաթափվեց։ Հուլիսի 9-ին նրա մայրը այցելեց նրան եւ լաց եղավ նրա վիճակի համար, բայց Քաչարի եպիսկոպոսը խրախուսեց իր մորը ասելով, որ մայրիմ Հիսուսի մոտ եկավ իր մայրը Մարիամ, ես արժանի չեմ Հիսուսը ցեվացնելու, բայց եւ այնպես ես իր աշակերտն եմ։ Հաջորդ օրը զինվորները հավաքեցին 448 հայերին եւ քշեցին դեպի Դիարբաքիր Դիկրանագերտ։ Եպիսկոպոսը խրախուսեց իր ծխականներին մնալ անսասան իրենց հավատքի մեջ, ապա բոլորը ծնկի իջան նրա հետ։ Նա աղոթեց Աստծուն, որ նրանք համբերատարությամբ եւ քաջությամբ ընդունեն նահատակությունը։ Քահանաները հավատացյալներին մեղքերի թողություն տվեցին։ Եպիսկոպոսը հանեց մի կտոր հաց, օրհնեց, կարդաց Սուրբ հաղորդության խոսքերը եւ այդ հարցի փշրանքներով քահանաներուն եւ ժողովրդին հաղորդություն տվավ։ Զինվորներից մեկը, ով ականատես էր, պատմել է այս տեսարանը եւ գսեր, թե այդ ժամին ես տեսա մի ամպ, որը ծածկում էր փանդարգյալներին եւ բոլորից փուրավետ փույր էր արձակվում։ Նրանց թեմքերին ուրախության եւ խաղաղության արտահայտությունը կար, քանի որ նրանք բոլորը պատրաստվում էին զոհվել Հիսուսի հանդեպ սիրուց։ 2 ժամվա քայլից հետո քաղցած շղթայներով զինվորները հարվածեցին փանդարգյալների վրա եւ սպանեցին նրանց եպիսկոպոսի աչքերի առջև։ 2 շարասյունների
կոդորվածքի հետո հերթը հասավ եպիսկոպոս Մալոյանին։ Մամուտ բեգը գրգին խնդրեց իրեն ասելով, որ Մալոյան ընդունե իսլամը վերջացուր եւ քրիստոնեությունը վերջացուր եղավ իսլամ։ Քրիստոսի զինվորը պատասխանեց. ես ցեզ ասացի, որ գաբրեմ եւ գմեռնեմ իմ հավատքի եւ իմ հայրենիքի համար։ Ես հբարդանում եմ իմ Աստծո եւ Տիրոջ խաչով։ Մամուտը շատ զայրացավ, հանեց ադրջանագը եւ գրագեց Մալոյանի վրա։ Վերջին շունչը փչելուց առաջ բարձրացայն աղաղակեց. Աստված իմ, ողորմիր ինձի, քո ցերկերին եմ հանձնում իմ հոգին։ Տեսեք սիրելիներ, երբ մենք գխոսենք հայ կաթողիկե եկեղեցականի մասին, որ մինչև իր կյանքի վերջին վայրկյանը չթավաջանեց իր հոդը, չթավաջանեց Քրիստոսը, չթավաջանեց իր ազգը, հայրենիքը։ Կրնար իսլամը լար, շատ հանգիստ կարող էր ազատվել, նույնիսկ իրեն կրնային ավելի օգտակար գործեր տալ կամ նույնիսկ դու ընտեղ գին երեխա եւ այլն, բայց ինք իր ժողովրդի հետ միասին պատրաստ էր մեռնելու վասն հայրենիած, վասն Քրիստոսի։ Այս նախադասությունները ինքը արդեն շատ լավ գիտեր, ինչպես Եղիշե պատմիչը կպատմեր 451 թվականի ավարայրի ճակատամարտին մեջ։ Այստեղ չեմ ուզեր, իսկապես չեմ ուզեր փակակից մփանալ, բայց դժբախտաբար աչուցախ կխոսվի։ Նախ մեմը բարձ ցեզի բացադրեմ սիրելիներ։ Ինչու եթե ես հաջախ կաթոլիկ բարը չկործածեցի, այլ կաթողիկե բարը կործածեցի։ Հայերեն լեզվի մեջ, ինչպես գիտենք, լատիներեն լյուն դարով բարերը, երբ կթարգմանվի հայերենի, ղադով կթարգմանվի։ Ինչպես օրինակի համար մեր բրբենքի մեջ արևմտյան թեմի մայր տաճարի անունն է Սուրբ Ղևոնդյանց մայր տաճար, Ղևոնդյանց, եւ անոր անգլերենը Saint Leon, լյուն լ դարը գփոխանակվի ղադով։ Ուրեմն կաթոլիկ բարը գփոխանցվի եւ որ կթարգմանեն կաթողիկե գլա։ Արմադը հունարեն է, որ կնշանակի ընդհանրական, ընդհանուր, բոլորի եկեղեցին։ Դեսեք սիրելիներ, շատ քիչերդ գիտեք, թե ինչ է հայ առաքելական եկեղեցվո ճիշտ անունը։ Ցեզի ասեմ եւ դուք ալ ուրիշներուն սովետուցեք։ Հայ առաքելական եկեղեցին մի է, սուրբ է, առաքելական է, ընդհանրական է եւ ուղղափառ է։ Ուրեմն, եթե ուղղափառները կամ ընդհանրականները գսեն մենք ասենք միայն ասենք, մենք այս ամենն ենք։ Եվ երբ գլսեք այս անգամ բادرակի որ ներկա կգտնվիք սիրելիներ, պիտի խնդրեմ ուշով լսեք, ավետարանեն յետք անմիջապես երբ որ հավատամքը գսվի, հավատամքը կվերջանա, այդ օրվա ջաշու ավետարան գարտացող սարգավակը երբ գսե նաև ուրեմն մենք գսենք նզովք այն մարդկանց, որ չեն հավատար մեր սուրբ հիմքերը որպես քրիստոնյաներ եւ գսե եթե մեկը կկասկածի որ հայրը որդին կամ սուրբ հոգին չեն եղած կամ փոփոխելիք են կամ այլայլիք զայնբիսին այդպիսի անցմը գնոզովե այսինքն մենք հայ առաքելական եկեղեցին գնոզովենք
կաթողիկե եւ արաքելական եկեղեցին։ Այնպեսին նշով է կաթողիկե եւ արաքելական Սուրբ եկեղեցի։ Ահավասիկ ըստ Օրմանյան Բադրիարքին Օրմանյանը կբացատրի կաթողիկե բառը, գսե առաջին կնշանակի մայր եկեղեցի։ Մենք հայերեն մեր մշակույթի մեջ, մեր լեզվի մեջ կաթողիկե բառը կգործածենք մայր եկեղեցի գլխավոր, չէ՞, իջ միածին մայր եկեղեցին գսեն կաթողիկե մայր եկեղեցի։ Երկրորդ կսե ուրիշ նաև իմաստունի հայերենի մեջ կաթողիկե, որ կնշեն կմփետավոր եկեղեցի, այն եկեղեցին որ կմփետ։ Եվ երրորդ անալ գսե, որ հունարենե առնված կնշանակի ընդհանրական կաթոլիկե կամ կաթոլ, որուն դեսեք Իքագանը կաթոլիկ որպես եկեղեցին բան գին, ասենք իքագան եւ անոր արագանը կաթոլիկոս այդ օս վերջավորությունը արագանն է եւ մեր այսօրվա եկեղեցապետները եկեղեցվո ղեկավարները կկոչին կաթողիկոս անդերենգուկա ուրեմն սիրելիներ կապ չունի թե ինչ ենք, կամ դուք ինչ եք, կամ ես ինչ ենք, կամ մենք ինչ ենք, կարևորը սիրելիներ, երբ որ ժամանակը կա, և մենք երկինք պարսանանք, և մեր հաշվետվությունը ըլլա, այնտեղ պիտի չհարցնեն, որ խումբի կպատկանիս, այլ պիտի հարցնեն, ինչպիսի կյանք մը ապրեցար, Քրիստոնավայել կյանք մը ապրեցար, Սուրբ հոգիով լեցուն կյանք մը ապրեցար, և այս է կարևորը սիրելիներ, մարդ ըլլանք, մեծադար մարդ ըլլանք, կարևորը այս է, որովհետև ոչ հարստություն, ոչ զորք, ոչ ուժ ու կառավարություն կարևոր է, կարևորը, որ մենք մարդ ըլլանք։ Այսպեսով սիրելիներս կավարտեմ այսօրվա ելույթը, կցանկանամ ձեզ բոլորիդ բարի աշխատանք, բարի կյանք և մեր մայր հայրենիքին պայծառ երկինք և կանաչ ճանապարհ։ Ցտեսություն։